բան ասեմ։ Հիմա ոսկի գրամը ճիշտ է դարել $110, որ վեր են կացում դրամի, գալիս է մի գրամը 44,000, 58-ը դառնում է լոմը 25,000 դրամ։ Արեստավորը աշխատում է մի գրամ մատանու մեջ $10 իր աշխատանքն է, որտեղ հիմա առաջ մի գրամ ուգարը անում էր 2,000 դրամ, այսօր եթե ինքը մի գրամ ուգարը տալի $15,000 տուժում է, ինքը ստինքյան ինքը պարտավոր առաջ $2.5-3 պարտավորը բարձրացնի իր ապրանքի գինը, որ այդ ուգարը միջից հանի։ Այդտեղ հիմա ես վերցրեցի այդ ոսկին առաջ, իրանից $10 ավել, վրան դրեցի բրիանտի քարե, թեկուզ կես ցենտ եմ հաշվում, 10 քարը արեց $5, գումարեցի $5 քարկցողին փող տվեցի, 10 քարի մեջ եթե ես մատանին ծարկում եմ, մի դեցիկես ուգար է գնում, որը քարկցողը մեղավոր չի, դա ուգար է։ Մի $1 տեղ բակասեցեց իմ ապրանքս, թանկեց այդքան արդեն։ Ես վաճառում եմ դա, պետք է օգտվեմ թե ոչ։ Եթե ես մի մատանու գրամը վաճառեմ 40,000 դրամ դու կառնես, շուկա մարդիկ մտնում գնում են, ամբողջ շուկաները կանգնած են։ Այսօր հիմա ում շահենա պաշտպանում, ոսկին թանգելա կպել են ոսկու գործանողներին։ Ոսկու գործանողներն այսօր ճահիճում են։ Բոլորը, որովհետև նորություն, բոլոր բնակավարները ամբողջ աշխարհում բոլորս գիտենք, այդ անգրագետ չենք, վալյուտան կազմում է երկրի ամեն ինչը, բյուջեն կազմում է ոսկին։ Եթե ոսկին թանգում է, նշանակում է երկրի բյուջեն լցվում է, բայց մեր գրպանները չի լցվում։ Դրա հետ միասին պատկերացրեք, հիմա մի մատանին ինձ վրա նստել է 100,000 դրամ։ Եթե ես անցախեմ 110,000 դրամ, ճիշտ է, ավել չէ դու գալի հաշվում ես, ասում ես այսքան։ Բայց ես այդ 10,000-ը արդեն տալու եմ հարկ։ Ճիշտ է 10% 100,000-ի բոլորս հաշվել գիտենք, անում է 10,000 դրամ։ Բայց ես մեդոկպետության համար եմ աշխատում։ Ես նորից եմ ասում, անցած անգամ էլ ասեցի։ Անցյալ տարի ես հաշվել եմ, ամբողջ տարին ես ընդամենը հետ եմ գցել 150,000 դրամ։ Պետության բյուջեն մուծել եմ 1,5 միլիոն դրամ։ Իսկ այս տարի հաշվում եմ, եթե տարին վերջանա, ես 2 միլիոնից ավել պետական բյուջեն փող եմ տալու, բայց իմ գրպանից վնասել եմ մինուս 150,000։ Վարկ վերցեք, որ հարկերը վճարեք։ Ես վարկյան, արդեն չեն տալի, ես գիտեք քանի տարեկան եմ վարկ տան։ Ես 15 տարի ես վարկ մուծել եմ, ոսկե վարկային ցուցակում եմ։ Այսօր էլ առաջարկում են առանց նայելու տարիքս, բայց արդեն բացի դա լեջեր չեմ էլ վերցնում, որտեղ այսօր վարկ վերցնողը ճարժերի հանձնում, որտեղ առևտուր չկա, որ ինքը վճարի իր վարկը։ Եթե ես այսօր մի հատ հասարակ տելևիզոր ես չեմ ռիսկանում վերցնեմ, որ ամիսը 10,000 պետք է մուծեմ, որովհետև գործ չկա։ Ես հասցնում եմ 120,000 տեղի փող, 5,000 հաշվապայությունը, 10,000 հաշվապայություն, 5,000 ՀԴՄ-ի բանկային աշխատաբաննա, սպասարկումնա, 2,000 ՀԴՄ-ի, այդ ավելացրեցին, բողոքեցին, թե ինչ արեցին, իջացրեցին 3,6-ից 1,800 ՀԴՄ-ի բաննա։ Դուք հաշվեցիք ամիսն ինչքան եկավ, 200,000 ես այդպես եմ դուրս տալի, գործի գնում գալիս եմ, 18,000 ես երկու տրանսպորտ եմ փոխում, 18,000 տրանսպորտի եմ տալի, ճիշտ է թե չէ։ Գումարեք հələ դրան պերիվ ուտելու եմ, թե սոված եմ ալը, մինչև ժամը առավոտվա 8-ից մինչև 7-ը, պերիվանել եմ մինիմում 500 դրամ տանից տանելով 500 անոստում, եթե ընդեղ անենք 1000 դրամ, պլյուս կներեք ուրիշ ծախսեր կողմնակի, ամիս եկավ 220,000, բայց ես այսօր այս ամիսը հաշվում եմ, ամբողջ ամիսը, ես ընդամենը դեռ 200,000 բան չեմ այլ 2 հատ ոսկի եմ լոմել, որ տեղերի փողը վճարեմ։ Հասկանում եք, նրանց ուր են հասունում, սննկացման, ոչ թե անգործության։ Նրանք ստիպում են սննկացման, մենք այսօր ի վիճակի չենք անգամ սեղանը փակելու, որտեղ տուն մտածում ես ամեն օր գնաս, գոնե մի բան կաշխատենք, մի բան։ Գնում ես դատար գալ, մի շաբաթը մենք գործ չենք արել։ Մեր հաշվապանները չգիտեմ ոնց են մտածում, ինչ են անում, բողոքում են, չեն բողոքում, հաշվարկ ներկայացնում են, չնայած ասում են, բայց իրանց ասածը մենք պետք է հիմնավորենք, որ իրանք մեր ասածը պաշտպանեն։ Եթե մենք չառաջարկենք, ինձ թվում է իրանց ասածը չի հիմնավորվի։ Չեն ընդունի, ես ճիշտ եմ թե չէ։ Իրանք չեն կարող չընդունել, մենք ինչ ենք անելու։ Հա, ուզում ասեմ չէ, մենք պետք է պահանջենք, որ մեր պահանջը դուք առաջադրեք, իրանք էլ ընդունեն, չէ՞։ Մենք պայմանավորվեցինք Հակոբ Ավակյանի հետ, աշխատանքային խումբ ենք ստեղծում, որտեղ պետք է ներգրավվածնեք նաև դուք։ Հա։ Եվ բոլոր մասնակիցները, Ղարիբյան Անահիտ, բոլոր այսպես ես մի անգամ էլ եմ գործունեության տեսակների ներկայացուցիչները, որպեսզի կազմակերպված գնանք գործադուլների եւ հանրային ճնշումների, որպեսզի սրանք գնանք կատարման։ Հունվարի ցույցերին ես ասեցի,
Այս հիմա որ դուք մեզանից վերցնում եք հարցազրույցներ համար, մենակ քաղաքի համար դա արդեն անօգուտ է, դուք ոնց որ մենակ պրոստը եկեք այստեղ, շատ ներողություն եմ խնդրում եմ իմ բառերից չվիավորվեք, շատ եմ խնդրում, ոչ թե ձեզ վիավորում, այլ ես ուղղություն եմ ցույց տալի, խնդրում եմ, ոնց որ պրոստը ձեր ասած, գաք ստեղ ձեր պարտականությունը կատարեք ու գնաք։ Այս ամենը պետք է ռայոններում ասեն, մարդկանց ասեն, բոլորին հասնեն, ոչ թե գաք մենակ ստեղ ձեր պարտականությունը կատարեք։ Ես չեմ կարող գնամ ռայոնում այս խոսակցությունը տարածում, այսօր բոլորը չեն ի վիճակի կոմպյուտերում, անգամ իմ ելույթը ես չեմ լսել, Ռուսաստանում ինձ զանգել են, ցույց են տալի ընկերներս, ես իմ ելույթը ես չեմ լսել։ Դեռ պատրաստ մոնոպոլիայի, մենք այնքան փոքր ժողովուրդ ենք։ Մոնոպոլիա երբեք չի կարելի։ Մենք շատ փոքր ենք դրան հասնելու համար։ Մենք սկի այս ձևով չենք կարողանում ապրել։ Դրա համար պետք է ունենանք մինիմում 10 միլիոն ժողովուրդ, որ գնան մոնոպոլիայի։ Մենք այս փոքր, մենք մեր մոտ առևտուրին չի լինում, ինչա քիչ։ Վաճառողների քանակը մեծ է, գնողներինը քիչ։ Դա նշանակում է մենք պատրաստ ենք այս ձևի քաղաքականության։ Նստողները պետք է այդքան հասկանան, որ սա փոքր մեր երկիրը դրա համար չի։ Պետք է հարմարվեն մեր երկրի պայմանները։ Մենք չենք կարող հարմարվենք Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի հետ։ Նրանք գերհզոր պետություններ են։ Մենք փոքրիկ ոնց ասենք, ոնց որ մրջյունը ոնց է բոլորի մեջ էլի։ Մենք ոչ մոնոպոլիայի ի վիճակի եթե գնաց ամբողջ ժողովուրդը բայց մենք այնքան հպարտ ազգ ենք, այնքան ըմբոստ ազգ ենք, ինձ թվում է, ես բոլոր հայերին եմ դիմում, որ մենք այնքան հպարտ ենք, այնքան բարձր ինքնասիրություն ենք, որ թույլ չենք տա մեզ ճզմեն, մեզ հետ վարվեն այն ձև, ինչպես ուրիշների հետ, որ մեզ համեմատեն Ամերիկայի հետ, որ մեզ համեմատեն Եվրոպայի հետ, մենք շատ փոքր ենք դրա համար, խնդրում ենք, թույլ տան, ես նախընտրեմ իմ ժողովրդին, վերականգնի իր ինքնասիրությունը, սա ինքնասիրության հարց է, որ մեզ հիմարացնում են, ես ամեն օր ասում եմ, ես վիավորվում եմ, որ մեզ այսքան ցածր մագարտակի են հասցրել, որ մեր ինքնասիրությունը հավասարացրել են հողին, նախ եկեք պայքարենք մեր ինքնասիրության համար, մեր իրավունքը պաշտպանենք, հաստատ է ժամանակ մեզ հետ հարցի կնստեն։ Ես ասեցի, հարգի իմ ժողովրդին, հարգի ամեն բառ ասելուց մտածի, եթե ի վիճակի չի թող հեռանա, կամ ընտրի նենց մարդկանց իրախումբը, որոնք կարողանան երկերը բարձրացնեն։ Սա ընդերք է տանում մեզ, մենք ըմբոստ ենք, թող միայն իմանա, հայ ժողովրդին ծնկի բերել քիչ է, Ղարաբաղ ծախի, Սյունիք ծախի, 10 հոգել մնանք, պայքարելու ենք, բողոքելու ենք, մեզ չեն թողնում, մեզ ստորացնեն ու ստրկացնեն։ Այդ թող հաստատ իմանա ամբողջ աշխարհը։ Ու ես խնդրում եմ բոլոր հայությանը դիմեք։ Մենք հպարտ ժողովուրդ ենք։ Թույլ մի տվեք, որ մեզ կոտրեն, որ մեր հպարտությունը, մեր ինքնասիրությունը ոտնահարեն, այդքան բան եմ ուզում։ Ես ուզում եմ հպարտ մնացեք։ Ես հպարտ եմ։ Իմ ազգով, որտեղ ուզում ատնի, ես ասեմ, ամենահպարտ, ամենալավ ազգը դա հայն աշխարհում։